Լուսարոտին շարունակում ներողություն եմ խնդրում, ինչով մենք կներկայացնենք մեր հաջորդ հյուրերին, ես ուզում եմ հիշեցնել մեր հյուրերը գնացին, ուղղակի մոռացանք ասենք, որ մենք ունենք 2 տոմս եւ մենք գնանք միանշանակ պետական սիրավեպին, առաջարկում եմ նույնը ձեզ անել, իդեպ տոմսերը սպառնել։ Դուք կգնաց քո գերացկուհի կնոջ հետ։ Ապա շնորհակալություն, ինչ բարի ես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, ներկայացնենք մեր երկրորդ հյուրերին, մարտի 26-ից ապրիլի 25-ը պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը եւ գրականության եւ արվեստի թանգարանը կազմակերպում է Մեծամոր ոսկի արվեստ առեղծված խորագիրը կրող ցուցադրությունը նվիրված Մեծամոր հնավայրից 1960-ից 2000-ական թվականների պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական եզակի առարկաների ընտրանուն նորովի ներկայացմանը։ Ժամանակի միջով եւ արվեստի լեզվով եւ այս ամենի մասին կխոսենք մեր հյուրերի հետ։ Ցուցադրության կազմակերպիչ Արտավազդ Զաքյան, լույս առավոտի, գրականության եւ արվեստի թանգարանի ցուցադրությունների բաժնի միջոցառումների պատասխանատու Գրետա Մակոնց։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսում եք մեզ հետ նախ։ Շնորհակալ, որ հրավիրել եք։ Այո, 1970 թվականից դեռ գործող հիմնված ստեղծված այս ֆանտաստիկ թանգարանը ընդամենը Երևանից 40 կիլոմետր հեռավորության վրա, իդեպ շատերը ինպես եւս ցավոք սրտի չգիտեին։ Այսքան տարիների ընթացքում մշտապես ամեն տարի դուք տարբեր ցուցադրություններ եք կազմակերպում, բայց այս տարին կարծես թե տարբերվելու է Մեծամորը այսպես Մեծամորից դուրս է արվում, Մեծամորի սահմաններից դուրս ենք գալիս։ Ինչու այսպես որոշվեց եւ ինչպես սկսվեց սա։ Կանք նորից 1970 թվականին հասկանալը, որ իրոք գործ ունեն Մերձավոր Արևելքի ամենահետաքրքիր եւ կարեւոր հուշարձաններից մեկի հետ, Կորյուն Մկրտչյանը եւ Էմմա Խանզադյանը երջանկահիշատակ նախաձեռնողը եղան եւ ստեղծեցին թանգարանը։ Ըստ էության, սա Հայաստանում գործող 2 մեծ թանգարաններից մեկն է, որոնք գտնվում են հնավայրին կից։ Մեկը Երևանում Էրեբունին եւ երկրորդը Մեծամորը քաղաքից դուրս։ Այլևս որևէ այդպիսի մեծ թանգարան մենք հնավայրի կողքին չունենք։ Ավելին 1980-ական թվականներին, երբ որ հասկացան, որ նաև դամբարանների պեղումների ժամանակ դուրս են գալիս, հայտնաբերվում են ոսկու ծառարկաներ, իսկ թանգարանի շենքը հարմար չէր պահպանության, այսպես առանձնահատկություններից ելնելով, որոշում է ստորգետնյա բունկերատիպ, այսպես հատուկ զետեղարան կառուցել եւ ոսկին ցուցադրել հատուկ զետեղարանում։ Եվ ըստ էության առաջին անգամ մեծ այսպիսի Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը թանգարանի սահմաններից դուրս է գալիս եւ գալիս է մայրաքաղաք Երևան, Հանրապետության հրապարակ, Արամի 1, Գրականության եւ արվեստի թանգարան, ժամանակավորապես ցուցադրվելու նորովի, ինչպես ասեցիք, արվեստի լեզվով խոսելու, բացահայտելու բազմաթիվ առեղծվածքներ, որոնք ոչ միայն ոսկու հետ են կապված, այլ նաեւ բազմաթիվ այլ կավամանների, անագի, բրոնզի, պղնձի եւ այլ առարկաների, որոնք այսպես թե այնպես ուղեկցել են մեր նախնիներին կենդանության օրոք եւ հանդերձյալ աշխարհը։ Հետևաբար ցուցադրության ներկայացնելը քաղաքից Մեծամորի սահմաններից դուրս հենց այս ուղղվածությունն ուներ, այլ աչքով ցուցադրել, այլ բացահայտումներ անել եւ արվեստը ցուցադրել մեր այցելուներին Մեծամորի մեզնից 3.500 տարի առաջ ապրած մարդկանց գեղագիտական ճաշակը նաև ինչ-որտեղ։ Ես նաև գիտեմ, որ անագից որոշ ունենալ եք նմուշներ, ինչը շատ հետաքրքիր պատմություն ունի, ես գիտեմ դուք մանրամասներ ունեք անագի հետ կապված, որովհետև ժամանակին անագը նույնիսկ ոսկուց էլ ավելի հարգի ու ավելի ընդունված է եղել ու ինչ որ շատ առեղծվածային բաներ կան կապված այդ նետերի հետ։ Անագը իրականում հայկական լեռնաշխարհի եւ հատկապես Մեծամորի ֆենոմեններից եւ առեղծվածներից մեկն է։ Մենք չունենալով հայկական լեռնաշխարհում անագի այդպիսի մեծ պաշարներ կամ գրեթե չունենալով, այն տարանցիկ առևտրի միջոցով է հասել կոնկրետ Մեծամոր։ Իսպանիայից սկսած մինչև Աֆղանստան, որտեղ հանքեր կան, այդ անագը եկել է Մեծամոր։ Այսինքն այդ կոմերից է եկել։ Հա, առևտրի միջոցով։ Ընդ որում կան նաև արձանագրություններ բաբելոնյան, ասորեստանյան, որտեղ նույնիսկ խոսում են մաքսանենգության մասին անագի։ Իսկ ինչ էր անագը։ Անագը պարզ մի մետաղ էր, բայց ոչ սովորական, որը խառնելով պղնձին ստանում են բրոնզ։ Կախարդանք, իհարկե։ Բացի այդ, ուներ նաև անագը այսպես ծիսական նշանակություն չար ուժերից պաշտպանելու համար։ Եվ այս ամենը մենք ինչ որ չափով բացահայտելու ենք նաև մեր այցելուներին թանգարանում։
ցուցադրության ժամանակ։ Մի խոսքով շատ հետաքրքիր է։ Ինչ է ձեզ համար այս միջոցառումը։ Միջոցառումը իրականում շատ կարևոր է, որովհետև առհասարակ թանգարանների միջև համագործակցությունն ենք կարևորում ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային թանգարանների, քանի որ թանգարանների միջոցով մենք կարողանում ենք անցյալի ձայնը լսելի դարձնել հանրությանը։ Տվյալ պարագայում շատ կարևորում ենք մեծամորի հետ համագործակցությունը, ինչով, որովհետև այս համագործակցության շրջանակում մեր հանրությունը ոչ միայն հնարավորություն է ունենում մեծամորի արժեքները տեսնելու, այլ նաև դրանց կարևորությունը հասկանալու եւ կարևորելու, քանի որ դեռևս հազարամյակներ առաջ անկախ նրանից, որ մենք տեխնոլոգիաներով զարգացող երկրներում ենք ապրում, ամեն դեպքում շատ կարևոր է իմանալ, որ դեռևս հազարամյակներ առաջ մենք ունեցել ենք զարգացած մտածողություն եւ բարձր մակարդակի արվեստ եւ շատ կարեւոր է սա հասցնել հանրությանը, որպեսզի նրանք նաեւ այս ամենի միջոցով կարողանան իրենց արմատներին ծանոթանալ, այսինքն ծանոթանալով արմատներին կարողանանք ամուր կարճել մեր հողից եւ հետագայում այդ ամենը կարողանալ ճիշտ փոխանցել հետագա սերունդներին։ Այս շատ հետաքրքիր է, ինչ ժամանակների նմուշներ են լինելու, ես գիտեմ նաեւ ցուցադրվելու է ոսկուց մի զարդ, որը որ Հայաստանում գտած ամենահին ոսկու զարդն է, թե չեմ սխալվում մազակալ կամ ինչ-որ դրա հետ կապը, մեկ էլ Աշոտ Փիլիպոսյանի կողմից արշավականները, երբ որ իրանք 138 կտոր, եթե չեմ սխալվում, գտել են, խնդրեմ ավելի մանրամասնենք։ Տեսեք, 1970-ական թվականներից մեծամորի պարբերաբար պեղումների ընթացքում տարբեր դամբարաններում հայտնաբերվել են ոսկուց առարկաներ տարբեր քանակի, տարբեր որակի, տարբեր չափերի եւ գրամի եւ հարգի։ Վերջին, այսպես ամենամեծ գտածոներից մեկը, դա հավաքածուներից մեկը, դա այո, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորած արշավախմբի կողմից էր հայտնաբերվել, որը ի պահ հատրվել արդեն հանձնվել է թանգարանին եւ հիմա ցուցադրվում է մեծամորի հիմնական ցուցադրությունում, իր հատուկ զետեղարանում։ Դա 138 միավոր ոսկու զարդեր էին, ընդ որում տարբեր տեսակի, քաշի եւ նույնիսկ այսպես գեղագիտական եւ արվեստի գործեր են առանձին վերցրած եւ այդ առանձին զարդերից նաեւ որոշակի կրկնօրինակներ ունենք, որոնք որպես զարդ կարող են մեր այցելուները ձեռք բերել, գնել, կրել եւ հպարտանալ, որ նաեւ համեմատության մեջ դնել այսօրվա զարդերը եւ անցյալի զարդերի եւ գեղեցկությունը եւ կատարողական վարպետությունը եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տարածքից հայտնաբերված ամենահին ոսկու զարդին, այո, դա 3-րդ հազարամյակի առաջին կեսով թվագրվող մազակալ է, 1.5 պտույտ ունեցող, մոտավորապես 5 գրամ քաշով, որը հայտնաբերվել է բլրի, այսինքն բնակատեղի գագաթնամերձ հարթակներից մեկում մանկական թաղման ուսումնասիրության ժամանակ, բացման ժամանակ եւ ինքը համարվում է Հայաստանի հայկական լեռնաշխարհի միջայժմ հայտնի ամենահին ոսկու զարդը։ Գուցե վաղը մյուս օր մեկ ուրիշ հնավայրում կամ նույն մեծամորում էլի հայտնաբերվեն, բայց այս պահի ինքը այն կարևորագույն արժեքներից մեկն է, որ նույնպես ցուցադրվելու է այս ցուցադրության ժամանակ, ցուցահանդեսի ժամանակ։ Վաու։ Միանշանակ կարելի է գնել։ Այս շատ հետաքրքիր է։ Արդյոք կան նմուշներ, որոնք օրինակ եւ արդյոք շատ են նրանք, վստահ եմ, որ գտել եք եւ մինչ օրս դեռ հնարավոր չէ հասկանալ, թե իրենից ինչ է ներկայացնում եւ արդյոք ինչ որ ինֆորմացիա ունեք, թե ոչ։ Տեսեք, առարկաների բազմազանությունը եւ նյութի առումով կավամաններից մինչեւ մետաղ, քարից մինչեւ պաստա, դա կաոլինային կավ կամ բարձր որակի կավ, քարերից տարբեր հարգի, տարբեր այսպես գույնի եւ ձևի, նաեւ փայտի առարկաներ, որոնք հայտնաբերում են հնագետները, անցնում են բնականաբար կամերալ մշակում, լաբորատորիաներում եւ հնագետները սեղանի շուրջ նստած քննարկում են, նայում են, ուսումնասիրում են, վերականգնողները դրանց բեկորներն են փորձում փազլի նման հավաքել։ Եվ եթե հնարավոր է կավամանի կամ այդպես մեծ առարկաների դեպքում հասկանալ, որ սա սափոր էր, ուներ իր վրա այսպիսի նախշեր, իսկ այդ նախշերը ինչ են խորհրդանշել, դա էլ մյուս առեղծվածն է, որ փորձում ես վերլուծել, ապա տարբեր առարկաներ կան, որոնք
կարող ենք մենք ուղղակի զուգահեռների, պատկերագրության եւ մեր անձնական այսպես վերլուծությունների եւ նաեւ ինչ որտեղ այսպես զգացողությունների մակարդակում հասկանալ սրանց կիրառական նշանակությունը։ Եվ այս առումով բավական հետաքրքիր նույնպես առարկաներ ցուցադրվելու են կավից 7 փողանի կեռնոս սափորը, որը միակն է էլի Հայաստանում, թե ինչ են արել այդ սափորից ցուցադրության ժամանակ կիմանան մեր այցելուները, կան առարկաներ, որոնց վրա մենք տեսնում ենք օձի պատկերներ, առյուծի կամ սվաստիկայի պատկերներ, կեռխաչի պատկերներ, որոնք մենք տեսնելու ենք նաև ոսկուց առարկաների վրա։ Այսպիսի համադրությունները այն առեղծվածներն են, այն բացահայտումներն են, որոնք հնագետները, առասպելաբանները, մասնագետները քննարկում են, վերլուծում են եւ հրատարակում են եւ կարող են կարդալ ու բացահայտումներ անել։ Նաև ամենակարևոր ֆակտորն ուզում նշեմ, ինչն է լավ ու կարևոր, երբ որ եվրոպական ուրիշ երկրներից գնում, մտնում ես թանգարաններ, ինչ որ sense նայում ես ֆանտաստիկ ինչ-որ նմուշներ ա բան, բայց ոչ մի բացատրություն, ոչ մի բան չկա, ինչ-որ փոքրիկ տարրեր, ինչ-որ բան է գրած, բայց քեզ ոչինչ դա չի ասում։ Լավը նաև այն է, որ այցելուները նաև ձեր կողմից կարծում եմ հնարավորություն կունենան փոքրիկ sense շրջայց եւ ծանոթություն ունենալ արդեն այս կամ այն առարկաների հետ, նման բան արվելու է։ Նման բան երկու կողմից է արվելու, նախ ցուցանակները, որոնք ինչպես ասացիք մանր են գրվում, չէ, մենք մեծ ենք գրում, հնարավորինս տալով առարկաների նկարագիրը, ինչ են, ինչ նյութից են, որ դարի են, չափսեր եւ այլն, ինչպես նաեւ իմ գործընկերների հետ ունենք այսպես պայմանավորվածություններ, մեզ կտեսնեն ցուցադրության ընթացքում օրվա տարբեր ժամերի մեր աշխատանքային գրաֆիկին զուգահեռ մենք կլինենք տեղում եւ մեր այցելուներին հնարավորինս ավելի մանրամասն տեղեկություններ կտանք, կփոխանցենք նրանց։ Իսկ եթե չի ստացվի այդ հանդիպումը, սիրով հրավիրում եմ ապրիլի 25-ից հետո արդեն Մեծամոր պատմանագիտական արգելոց-թանգարան Երևանից 40 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ կբացատրեն, կպատմեն, կներկայացնեն շատ ավելի շատ առարկաներ ու նյութեր, որոնք թանգարանի հիմնական ցուցադրությունն ասնեն։ Նաև գիտեք ինչն է հետաքրքիր, կարծում եմ ամեն նմուշ եւ որը որ հայտնաբերվում է, շատ երկար ժամանակի ընթացքում համեմատած մյուս նմուշների հետ ձեզ հնարավորություն է տալիս հասկանալու թե այն ժամանակվա օրինակ այս կամ այն վարպետների փորձը ինչպես է, ինչ զարգացում է տեղի ունեցել, այսինքն կողքից դուք այլ ինֆորմացիա եք հավաքում տվյալ իրի հետ կապված եւ արդյոք լինում է որ օրինակ նմանություններ գտնեք աշխատանքի մեջ, որը որ միգուցե կապ ունի, այսինքն նույն արհեստավորի հետ։ Եթե խոսում ենք ոսկուց առարկաների մասին, մենք ունենք ոսկուց զարդ պատրաստելու տեխնիկական մի քանի հնարավորություններ։ Դա ձուլումն է, զոդումն է, ընդելուզումն է, մանրարուտն է, ավելի տարբեր։ Կաղապարի մեջ ստանալն է։ Եվ մի օրինակ, մեկ-երկու օրինակով, երկար տարիներ ունեինք մեկ այսպես մեդալյոն կախիկ, ծորենահասկ ուրեմն զարդարված եւ խաչի պատկերով կենտրոնում շրջանաձև օղակով միակն էր եւ մտածում էինք վաու եզակի է։ Այն 138 ոսկուց առարկաների շարքում եւս 10 այդպիսի առարկաներ հայտնաբերվեցին։ Սա խոսում է այն մասին, ընդ որում բոլորը գրեթե իրար եւ քաշով եւ չափսերով նման, այսինքն սա խոսում է այն մասին, որ ունեցել են կաղապարով ձուլում։ Ունեինք երկու կիսալուսնաձև, այսպես ոսկե էլի կախիկներ, որոնք երկար տարիներ էլի մտածում էինք վաու չկա։ Եվ հանկարծ մեր արշավախմբի անդամ Լուսինեն իր պեղումների հերթական օրը դամբարանի մաքրման ժամանակ հայտնաբերեց լուսնաձև, այսպես կախիկ, որը էլի ցուցադրությունում տեղ գտավ։ Մենք կարող ենք այդ զարգացումները տեսնել եւ կավի թրծման աստիճանի ժամանակ եւ կավամանի այսպես նախշազարդման առանձնահատկությունները բրոնզի եւ երկաթի դարաշրջանի բնականաբար տարբեր են, կանթը արվելանում, բերանները ավելի նեղանում են, ավելի լայնանում են, այսինքն այս էվոլյուցիան մենք տեսնում ենք։ Մենք կարող ենք փաստել հետեւյալը, որ Մեծամորի վարպետները դա կլինեն խեցեգործներ, դա կլինեն մետաղի ուրեմն
հետ աշխատողներ կամ ոսկերիչները կամ բրոնզագործները եղել են ֆենոմենալ զարգացած, որովհետև տիրապետել են բազմաթիվ հետաքրքիր նրբությունների, որոնց այսօր նույնիսկ շատ ոսկերիչներ դժվարությամբ են տիրապետում կամ օգտագործում իրենց աշխատանքների ընթացքում։ Այս ամենի մասին կարելի է խոսել անդադար, անվերջ, ցավոք սրտի մեր եթերաժամն էլ թույլ չի տալիս, որպեսզի կարողանանք շարունակել զրույցը ձեզ հետ։ Եվ եւս մեկ անգամ հիշեցնենք, որտեղ երբ քանիսին ովքեր կարող են, բայց արդյոք կա համագործակցություն կապ դպրոցների, ուսումնարանների, համալսարանների հետ, որովհետև այս ամենը պետք է մեր երեխաներին նաև տեսնել, իմանալ, ծանոթանալ։ Եվ եթե ոչ, կարող ենք կոչ անել տնօրեններին, չգիտեմ, դասատուներին, երեխաների հետ համեցեք, վայելեք ու իմ կարծիքով, եթե շատ երեխաներով գաք, ձեզ զեղչ կանեմ։ Եվս մեկ անգամ նշեմ, որ ցուցադրությունը տեղի ունենալու Գրականության եւ արվեստի թանգարանում, Արամի 1 հասցեում, 26-ին լինելու է փակ միջոցառման բացումը, այնուհետև բաց է բոլորի համար, յուրաքանչյուր ոք կարող է գալ եւ տեսնել ցուցադրությունը։ Համագործակցություն միանշանակ սպասվում է բոլորի հետ, քանի որ թանգարանը արդեն իսկ ունի համագործակցություններ եւ դպրոցների հետ եւ ինստիտուտների հետ։ Բացի այդ, նաեւ լրացուցիչ այլ աշխատանքներ են տարվում պարբերաբար, որպեսզի մենք կարողանանք ընդգրկել բոլորին եւ ցուցադրությունների եւ կրթական ծրագրերի մասնակցության շրջանակներում, այսինքն հնարավորինս մեր հասարակությանը մոտ փորձենք դարձնել մեր արվեստին եւ մշակույթին, այնպես որ բազմաթիվ աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են, անգամ այցեր են լինում, այցերի ընթացքում մենք անձամբ ենք ծանոթացնում ինչ ցուցադրություն է լինելու, ինչ պայմաններով կարող են այցելել միանշանակ, զեղչային համակարգեր կարող են գործել, այսինքն կախված խմբի քանակից, կախված որտեղից են այցելուները եւ այլն, այսինքն տարբեր աշխատանքներ տարվում են ոչ միայն ներգրավելու տեղի հասարակությանը, այլ նաեւ մեր զբոսաշրջիկներին։ Վաու, շնորհակալ ենք շատ ու ես վստահ եմ, որ այս ամենը նաեւ պետք է տանել մարզեր։ Գիտեմ, տեխնիկապես բարդ է, ֆինանսապես դա էլ է մեծ խնդիր է, բայց բոլոր մարզերների ժողովուրդը իմ կարծիքով կուզենային այս ամեն ինչը տեսնել։ Այս ամեն ինչը տեսնել բնականաբար ֆինանսական եւ կազմակերպչական եւ անվտանգային բազմաթիվ հարցեր կան, բայց ինչպես այլ թանգարաններ, Պահպանության ծառայության փողակիր մասնաճյուղերով բազմաթիվ այդպիսի կրթական ծրագրեր եւ միջոցառումներ անում։ Նույնիսկ ես տեղյակ եմ եւ ես էլ եմ ժամանակին ընդունել նոյեմբերյանից Վայոց ձորի մարզից մեծամոր եկել են ցուցադրությունը տեսել են, խաղացել են հնագիտություն, պեղել են, առարկաներ են գտել, ուրախացել են երեխաները, ինչը այսօր էլ է շարունակվում, այնպես որ թանգարանային այցելությունը դպրոցականների բնականաբար կրթության ամենակարևոր մասերից մեկն է, սիրով կսպասենք, մենք էլ կգնանք։ Շնորհակալ ենք շատ, դե ինչ կհանդիպենք 26-ին, եթե ոչ արդեն մեծամորում ապրիլի 20 մարտի 20-ից հետո։ Այսօր այսքանը, մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ։